Ես դափնիներ չեմ ուզում։ Բայց իրական դափնիներն ուզելով չեն, պետք է վաստակել։ Ես ձեզ հարցում եմ ուղարկում, որ Ընդդիմադիր падգամավոր Ագնեսա Խամոյանը քննչական կոմիտե մի հարցում է ուղարկել, որին եթե ՔԿ-ն պատշաճ պատասխաներ, ըստ падգամավորի դափնու արժանի գործ արած կլիներ։ խոսքը 1 տոննա կոկայինի մասին է։ Ագնեսա Խամոյանն առաջարկում է լրագրողների ներկայությամբ այց կազմակերպել ու տեսնել իրավապահներն ինչպես են պահում այն 1 տոննա կոկայինը, որ առգրավել են դեռ 2 տարի առաջ, Մաքսանենք ճանապարհով Հայաստան ներմուծելուց հետո։ Բանանի արկղերի մեջ դրած էին բերել։ Ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ, լրատվամիջոցների մասնակցությամբ տեսնելու, թե արդյոք 270 միլիոն դոլար արժողությամբ այդ բեռը իր տեղում է, թե ոչ։ Ձեր ցանկությունը մեծ ցանկության դեպքում, Տիկին Խամոյան, չեմ կարող բավարարել։ Նախաքննական գաղտնիքի հետ գործ ունենք, ասում է քննչական կոմիտեի նախագահը, հորդորում սպասել դատաքննության մեկնարկին։ Իրավապահները գուցե գործի այդ փուլում թույլ տան ծանոթանալ 1 տոննա իրեղեն ապացույց կոկայինի պահման պայմաններին։ Պարոն Պողոսյան, այդ դեպքից անցել է 2 տարի։ Ինչու գործը չեք ուղարկում դատարան։ Ինչ եք սպասում։ Ես գիտեմ պատասխանը դուք ինչ եք սպասում։ Դուք սպասում եք, որ նոյեմբերին ժամկետը լրանա եւ այդ գործը կարճվի։ Դուք հիմա կարող եք ասել, դրանք ձեր ենթադրություններն են։ Կարող եք այդպես մտածել, բայց ես ունեմ տեղեկություններ, որ այդ գործի շրջանակներում հետախուզվող անձանցից մեկը միջնորդություններ ա ներկայացրել, որ իր հետախուզումը հանվի եւ ինքը գա ամբողջ ճշմարտությունը գործի մասին պատմի եւ մեր պատկան մարմինները բնականաբար չեն ընդառաջել այդ միջնորդություններին, որոնք տարբեր խողովակներով դուք ստացել եք։ Գուցե պատճառն այն է, որ առգրաված կոկայինն էլ չկա։ Օրինակ ինչ որ մի հատ այլ վարչությամբ է, պարկ առ պարկ իրացրել այդ թմրանյութը։ Ինչպես ասում են, տառապանքը փորձ ունի։ Իրեղեն ապացույցների յուրացման ամենաթարմ օրինակը մայիսի 22-ին պատահածն է, երբ ոմն Էդգար Գրիգորյան գողացավ քննչական կոմիտեի սեֆում պահվող $590,000 իրեղեն ապացույցը։ Հետո պարզվեց ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների գործով քննության 5-րդ վարչության պետի մատնել է գործին խառը։ Հայտնաբերվեց $590,000 մի մասը, $578,800։ Մնացած $11,200 դեռ պետք է գտնվի։ Անձի ինքնությունը բացահայտվել է քննչական կոմիտեի գործող քննիչի ներկայացրած տվյալների հիման վրա։ Խոնարհվում ենք ձեր առաջ, պարոն Պողոսյան, որ հաղորդում եք տվել։ Խոնարհվում ենք ձեր առաջ, շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ հաղորդում եք տվել։ Հիմա, որ այդքան լավ բացահայտող եք, բայց ձեր քննիչներին անգամ Հոլիվուդի սցենարիստները կնախանձեն։ Այս տղային ճանաչում եք։ Տեսողությունս մի քիչ լավ չի, մի քիչ մոտիկ բերեք տեսնեմ։ Իրականում հումոր չկա, այնինչ պատահել է այս տղայի հետ, ողբերգություն է։ Դաժանաբար ծեծել են ցեխաջրի պատճառով, տեսախցիկների առջև։ Էջմիածնեցի 22-ամյա Պարքևին դաժան ծեծի ենթարկելու պատճառը ըստ նախնական վարկածի ցեխաջուրն է։ Ականատեսներն ասում են, ցեխաջուրը Պարքևի մեքենայի ընթացքի ժամանակ թռել է ծեծողների մեքենայի վրա, դարձել մեծ պատմություն։ Երիտասարդը մահացել է 2 շաբաթ կոմայի մեջ լինելուց հետո։ Քննիչները ըստ ընդդիմադիր падգամավոր Ագնեսա Խամոյանի բուն գործը թողած տուժող կողմի ընտանեկան հարաբերություններն են փորփրում։ Օրինակ այս տղայի մորը հարցրել են, թե ինչ հարաբերություններ ունես քո հարսի հետ։ Այս ոչինչ, կարող է կեսդրույքով էլ ընտանեկան հոգեբաններ են աշխատում մեր քննիչները, բայց նաև ուղղորդել են ընտանիքի անդամներին, դուք չգիտեք ովքեր են այս ինչի տղաները, որոնք որ ծեծել են ձեր տղային։ Քննիչը չպարզի յուրաքանչյուր հանցագործության դեպքով շարժառիթը, անձանց միջև փոխհարաբերությունը, թշնամական հարաբերությունների առկայությունը կամ բացակայությունը, քննիչը էլ ինչ հարցեր տա։ Արդարացնում է քննչական կոմիտեի նախագահը իր ենթականերին, որ հրաժարվել են վերապատրաստման ամենամյա դասընթացներից։
Սա էլ չեմ կարող հասկանամ, էլի։ Անկամ իշխանականների համար է անհասկանալի, ինչպես թե քննչական կոմիտեն նպատակահարմար չի համարում վերապատրաստումը, այդքան գիտակ են։ Ես անկեղծ ասած շատ չզարմացա, ենթադրում եմ հիմա մեր քննիչները Netflix-ի սերիալներով են վերապատրաստվում, իսկ քննչական կոմիտեի նախագահը սրատես չէ։ ՔԿ-ի խայտացող հայացքով հայտնի նախկին նախագահին մշուշոտ հայացքով նախագահն է փոխարինում։ Կապված է Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։